Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք։ Եթե մենք խոսում ենք բույսերի մասին, ապա պարտադիր չի, որ բույսերը դուք ինքներդ հավաքեք, դրանք վաճառում են նաև դեղատներում։ Նախորդ հաղորդման մասին խոսեցինք սև թանթրվենու մասին, այսօր խոսում ենք լորենու մասին։ Դրանք բոլորը դեղատներում կա։ Իհարկե դուք եթե գյուղական վայրերում եք ապրում կամ հանդիպում եք, ինքներդ կարող եք հավաքել, բայց այնպես չի, որ չեք կարող ձեռք բերել բան, դեղատներում վաճառվում են։ Լորենին ռուսերեն կոչում է լիպա, լատիներեն կոչում է թիա։ Լորեն ազգիների ընտանիքին պատկանող մինչև 40 մետր բարձրությամբ սաղարթախիտ ցավող տերևներով տերևաթափ ծառ է։ Հայաստանում կա երկու տեսակ՝ կովկասյան եւ սրտաձև լորենի, ապրում է 300-ից 400 տարի, ծաղկում է 20 տարեկան հասակից սկսած, ծաղիկները շատ գեղեցիկ ծաղիկներ են, հոտավետ, ծառի վրա ծաղիկները մնում են 10-ից 15 օր։ Որպես դեղաբույս օգտագործում են ծաղիկները, պտուղները, ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղակալում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ծաղիկներից, պտուղներից բացի օգտագործում են նաև տերևները, որը շատ կարևոր նշանակություն ունի, երբեմն նաև արմատները։ Հարգելի բարեկամներ, քիմիական կազմը բավականին հարուստ է, պարունակում է եթերայուղեր ծաղիկները, գլիկոզիդներ, շաքար, դաբաղող նյութեր, ներկանյութեր, վիտամին C, E, կարոտին, տերևներում կան դաբաղող նյութեր եւ ֆիտոնցիդներ, իսկ պտուղներում կա մեծ քանակության ճարպ, որը մարդու համար օգտագործելի է եւ շատ նման է նշի յուղին, ձեթին, այնպես որ անհրաժեշտության դեպքում կարող եք ձեռք բերել, ասեցինք, դեղատներից։ Օգտագործվել է անհիշելի ժամանակներից եւ հանդիսանում է մարդկության պատմության մեջ ժողովրդական բժշկության ամենահին բուժամիջոցներից մեկը։ Հատկապես հայկական ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործել է բավականին լայն մասշտաբներով տարբեր բժշկապետերի, բժիշկների կողմից նկարագրված է լորենին եւ նրա բուժական ազդեցությունը։ Ունի ծաղիկները միզամուղ, քրտնամուղ, լեղամուղ, ցավը հանգստացնող, ջերմը իջեցնող հատկություններ, որի համար այն օգտագործում են որպես միզամուղ երիկամների, միզապարկի հիվանդությունների եւ բորբոքային գործընթացների ժամանակ, որպես քրտնամուղ վերին շնչուղիների ցրտարական հիվանդությունների, բորբոքումների, ողողման ձևով անգինայի, բերանի խոռոչի, լորձաթաղանթի բորբոքումների, այդ թուրմը կամ եփուկը թռչոցների ձևով դրվում է նաև հոդերի վրա ռևմատիզմի պոդագրայի ժամանակ որպես հակաբորբոքային ցավը հանգստացնող միջոց, ինչպես նաև դրվում է մաշկային տարբեր տեսակի ախտահարումների ժամանակ թռչոցների ձևով։ Որպես խորխամուղ այն օգտագործում է թոքային հիվանդությունների, թոքաբորբի, բրոնխիտների, բրոնխոէկտազիաների, տրախեոբրոնխիտների ժամանակ այն լուծում է խորխը եւ հանում է բրոնխներից։ Հարգելի բարեկամներ, ունի ցավազրկող հատկություն, ցավազրկող հատկության շնորհիվ ինչպես ներքին օգտագործման խմելու, այնպես էլ թռչոցների ձևով կարելի է դնել տարբեր մկանացավերի, ասեցինք, նյարդացավերի ժամանակ հանգստացնող հատկության շնորհիվ այն օգտագործում է նևրոզների, նևրալգիաների ժամանակ եւ ներվային վերջույթների բորբոքային գործընթացների ժամանակ
թռչոցների ձևով, իսկ նևրոզների ժամանակ այն խմում են ներքին ընդունման ձևով, խմում են եփուկի եւ ջրաթուրմի ձևով։ Շատ հզոր միջոց է նաև լյարդի համար, քանի որ ունի լեղամուղ ազդեցություն, այն օգտագործում են լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների ժամանակ։ Ներքին ձևով աղստամոքսային համակարգի, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումների, աղիների գալարակծկումների ատոնիայի ժամանակ, երբ որ թույլատրած է գալարակծկումները, ապա այն օգնում է այդ գալարակծկումներին եւ ցուցաբերում է թույլ լուծողական հատկություն։ Օգտագործում է շաքարախտի ժամանակ, շատ արդյունավետ է շաքարախտի ժամանակ նրա եփուկը կամ ջրաթուրմը օգտագործելը, իջեցնում է այրան ճնշումը, բարերար ազդեցություն է թողնում սրտամկանի վրա, տախիկարդիայի առիթմիաների ժամանակ արդյունավետ միջոց է, ուժեղացում է սրտամկանի աշխատանքը եւ կարգավորում է նրա գործունեությունը։ Լավ արդյունք է թողնում նաև մաշկի վրա, հատկապես կոսմետոլոգիայում օգտագործելիս թռչնոցների ժամանակ դնելով մաշկի վրա, այն օգտակար է պեպենների, մաշկային բծերի, թարախային բշտիկների ժամանակ եւ այլն։ Քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C եւ ապա օգտագործում է թեր վիտամինության, սակավ այրունության, արյունահոսության դադարեցման ժամանակ եւ դաշտանային ցիկլերի խանգարումների ժամանակ դարձյալ ունի շատ բարերար եւ օգտակար հատկություններ։ Քրտնամուղ հատկության շնորհիվ բարձր ջերմերի եւ ներքին օրգանների բորբոքային գործընթացների ժամանակ որպես հակաբորբոքիչ եւ ջերմը իջեցնող միջոց օգտագործում են նրա եփուկը եւ ջրաթուրմը։ Եփուկ պատրաստելու համար 20 գրամ չորացրած ծաղիկները կամ տերևները լցնում եք 1 բաժակ եղեմանջրի մեջ, փաթաթած թրմում եք 1 ժամ, որից հետո քամում եւ օգտագործում եք միանվագ, օրը 2-3 բաժակ։ Ջրաթուրմ եփուկ պատրաստելու համար, ապա կարող եք այդ 20 գրամը 1 բաժակ եղեմանջրում դանդաղ եփել 20 րոպե, սառելուց հետո քամում եւ խմում եք 1 թեյի բաժակ օրը 3 անգամ քաղցած վիճակում։ Շատ օգտակար բույս է հանդիսանում, ունի լավ հանգստացնող հատկություն եւ շատ հաճելի համ, որպես թեյ խմելուց նա շատ հաճելի է խմվում։ Կարող եք ձեռք բերել եւ օգտագործել, այսքանը լորենու մասին, լորենու սեզոնն է, դրա համար հարկամարեցի, որպեսզի հաղորդում կազմակերպել լորենու համար, ունենաք հարցեր թեմային վերաբերվող կարող եք գրել, իհարկե հայերեն տառերով, ձեր կարծիքները եւ ցանկությունները ես սիրով կկարդամ եւ հնարավորության դեպքում կաշխատենք բավարարել ձեր ցանկությունները։ Իսկ տեղեկատվության եւ բուժման համար կարող եք դիմել Պուշկինի 38 Ուզում եմ ձեզ ցույց տամ իմ գրքերը, ինչ որ ասում ենք բոլորը գրված են գրքերում, սա ալկամագիրքն է, որը կոչվում է Աստծո պարգև, ներառում է 170 տեսակ հիվանդություն, տրված են համառոտակի հիվանդության նկարագրությունը եւ դեղատոմսերը։ Դեղատոմսերը ավելի մեծ քանակությամբ դեղատոմսեր կան, տարբեր խառնուրդների ձևով եւ առանցին, դու կարող եք օգտագործել, որը որ ձեզ հարմար է եւ ձեռնտու նկարները, այն բոլոր բույսերի նկարներն են գունավոր, որոնք ներառված են դեղատոմսերի մեջ, տակը գրված է 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, լատիներեն։ Գիրքը ունի շատ հետաքրքիր հավելված, որտեղ գրված է նաև ժողովրդական բժշկության մյուս մեթոդների մասին,
բուժման մեթոդների, ունի քառալեզու բառարան, հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ անգլերեն։ Այս մյուս գիրքը, որը կոչվում է բժշկարան, այստեղ ներառված է 90 տեսակ հիվանդություն, հիվանդության նկարագիրը տրված է ավելի ընդարձակ, կան նաև դեղատոմսեր ժողովրդական բժշկության մեթոդներով, դարձյալ ունի իր պատկերասրահագունավոր բույսերի, 3 լեզվով դարձյալ գրված է տակը եւ ունի քառալեզու բառարան, գրքի հետևում կան նաև խորհուրդներ տարբեր հիվանդությունների բուժման համար, ինչ կարելի է անել։ Ուզում եմ ցույց տամ նաև դրդիմ քսուկները, որը կոչվում է կարինը, մեր վերջի պատրաստված քսուկն է, շատ հրաշք, այսպես ասած, ունիվերսալ քսուկ է, շատ հաճելի բուրմունքով, քսուկները բոլորը բացարձակապես քիմիական նյութեր չեն պարունակում, դրանք բոլորը բնական քսուկներ են, մյուսը կոչվում է Մարիա, Աստվածամոր անունով ենք դրել, ունի այսպիսի գույն, սա ներողություն, բույսի գույնն է, եւ ներողություն, մյուսը Անահիտն է, շատերը ծանոթ են, սա ներողություն, մեր Անահիտ Դիցուհու անունով է, կոսմետիկ քսուկներ են սրանք, մաշկային հիվանդությունների համար եւ դեմքի համար, դեմքին տալիս է փայլ, էլաստիկություն, լավացնում է այլանշարժանությունը, մաքրում է դեմքի վրայի բծերը եւ մահացած, տերացած բջիջները, իսկ կարինե քսուկը ունի նաեւ հզոր հակաբորբոքիչ ցավազրկող հատկություն, կարող է քսել նաեւ ցավող հոդերի վրա, մատերի վրա, ցանկացած ցավացած տեղ եւ անմիջապես ցավերը դադարում են։ Դե այսօր այսքանը, դեզ առողջություն, միշտ նոր հանդիպում։